Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Civic-ի միտաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանին։ Բարև ձեզ տիկին։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Վերջին շրջանում հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բավականին բարձրացել է եւ վերջին թարմ հարցումը Евronewс-ը հրապարակել է Brevis ընկերության անցկացրած վերջին հարցումը, որ ցույց է տալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների շուրջ 65%, ինչը խոստանում է նրան համոզիչ հաղթանակ եւ զգալի մեծամասնություն ապագա խորհրդարանում։ Իհարկե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները աջակցում են իշխող ուժին, գնահատելով խաղաղությունը, սակայն դուք այդ նույն հարցումներում կտեսնեք նաև չկողմնորոշվածների մեծ տոկոս, կտեսնեք չպատասխանողների մեծ տոկոս եւ ամենայն հավանականության հենց այդ տոկոսի տակ թաքնված են այն համատարած հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների հերոսները։ Այսինքն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ որոնց շահագրգռել են, որպեսզի ինչ որ մեկի օգտին քվեարկի հիմնականում այդ երրագլխի մասին է խոսքը։ Այնպես որ պետք չէ ոգևորվել տարբեր հարցումներից, մենք ինքներս էլ այս քարոզարշավի ընթացքում տեսնում ենք, թե ինչ լայն աջակցություն ունենք պատահական բակ մտնելով, բակի շենքի բնակիչներից գրեթե բոլորի ողջույնները լսելով, բայց նաև պետք չէ թերագնահատել այս համատարած ընտրակաշառքների դերը եւ դրսից բերված ազգությամբ հայերի, որոնք կարող են քվեարկել, եւ այդ ֆինանսական շահագրգռման ենթարկված քաղաքացիների, այնպես որ բոլորս, անկախ նրանից թե հարցումներով քանի տոկոսը կունենանք, բոլորս պետք է գնանք եւ տեր կանգնենք մեր քվեին, հույսներս չդնելով թեկուզ հարցումների այս գերազանց արդյունքի վրա։ Եվ հետաքրքիր է, որ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրակաշառքի ընտրակեղծիքների էջը դեռևս 2018 թվականից արդեն փակել է, բայց եկեք տեսեք, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդ որում երևանցիների հետ հանդիպմանը, թե Նիկոլ Փաշինյանը հաստատ կեղծելու է ընտրությունները։ Այսինքն սա խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որի անդամները կամ չգիտեմ իր աջակիցները ամենօրյա ռեժիմով հայտնվում են հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում, շատերը կալանավորված Ես խնդրեմ այս մասով նույնպես։ Բայց նրա որ մի հայտարարությունն է մեկնաբանման ենթակա, որ կարող այլ բան ուզեցի ասել, այդպես է ստացվել, թե որ մարդը դժվարությամբ է մտքերը ձևակերպում, չգիտեմ ինչ է նկատի ունեցել, բայց 18 թվականից ի վեր որևէ մի անգամ ընդդիմադիր ուժ մի գրամ չի կասկածել, որ ընտրություններով հնարավոր է ելքը փոխել, այսինքն վստահ են եղել, որ հնարավոր է ընտրությունների արդյունքում փոխել իշխանություն։ Հենց դրա առհավատչանը դրանից հետո ընտրությունների մասնակցող կուսակցությունների մի քանի տասնյակը, այսինքն եթե ընտրությունները կեղծվում են եւ քվեարկության արդյունքում չի կարող իշխանություն փոխվել, ապա ինչու են 20 քանի, 10 քանի կուսակցություններ մասնակցում ընտրություններին։ Սա հենց դրա օրինակն է, իրենք ինչու են մասնակցում, որտեղ մտածում են, որ կարող են փոխել ամեն ինչ։ Մենք էլ ենք ասում, մենք չգիտեմ, մեր ձեռքը կկտրենք, բայց արդյունք երբեք չենք փոխի ընտրությունները, չենք կեղծի, որտեղ վստահ ենք, որ որ օրը մենք փոխեցինք, նման կեղծարարությամբ զբաղվեցինք, ապա նույն դեպ կմերժվենք, ինչպես 18 թվականին մերժվեց նախկին իշխանությունը։ Ես գոնե վստահ եմ սրանում, եւ սրանից առաջ էլ շատ ընտրություններ են եղել, թիմ ընտրություններ, Երևան քաղաքի ընտրություններ, որի ելքը կարող էր ավելի մեզ համար բարենպաստ լինել, ընդամենը 10 քանի կամ 100 ձայնի տարբերությամբ, բայց մենք անգամ այդ 10 քանի ձայնը, 20 քանի ձայնը չենք կեղծել, որպեսզի ունենանք իշխանություն որևէ համայնքում։ Եվ Ռոբերտ Քոչարյանն էլ իր դեպ նման մի հայտարարություն արել, որ եթե փորձեն իրենց հաղթանակը իրենց ձեռքից վերցնել, իրենք դուրս կգան փողոց, հեղափոխություն կանեն։ Հա, իրենց դուրս եկածները նախ տեսել ենք, նրանց այս տարիների ընթացքում նրանց տարբեր այդ շարժումները փողոցներում մնաց անտեր, ընդհանրապես վրանները մնացին պողոտաները փակող առանց մարդկանց, որովհետև քաղաքացիները նրանց չեն հավատում, չեն վստահում եւ դրա ամենամեծ գնահատականն լինելու է հունիսի 7-ի արձանագրմամբ եւ ես վստահ եմ, որ նույն Ռոբերտ Քոչարյանի ուժը շատ մոտ է խորհրդարան չանցնելու ռիսկին։
Եվ նրանք այդքան խոսում են արդեն վերջի օրերին ավելի ակտիվ։ Հնարավոր է որ օրինակ այս վարկանիշը, որը ցույց են տալիս սոցհարցումները, վստահ եմ իրենք էլ տեսնում են, հա, ընդունելությունից արդեն պարզ է որ բարձր ձայներ ունենալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ որ հետընտրական սրացումներ, փողոցային պայքար, ինչի ականատես կլինենք։ Վստահ եմ որ լինելու է, նաև դրա մասին ահազանգում են շատ քաղաքացիներ, նույն Ռուսաստանից մեր հայրենակիցներ ասում են, որ երբ որ նրանց մոտենում են հիմնականում ուժեղ Հայաստանի, հա, այդ տասովշիկները եւ ասում են գնացեք ընտրություններին մասնակցեք, նաև ասում են, որ պետք է մի քանի օր ավել մնաք հետընտրական միտինգներին մասնակցելու համար։ Այսինքն այս ամենը արդեն պլանավորված է եւ պարզ է որ պետք է նաեւ արդարանան իրենց այստեղ ուղարկողների առաջ, ցույց տալով, որ տեսեք մենք ինչ որ մի բան էլի փորձում ենք անել, փորձում ենք հետ բերել, բողոքում ենք, չգիտեմ, կարող է վիճարկեն ընտրությունների արդյունքները, բայց ամենամեծ վիճարկման առիթը այս համատարած ընտրակաշառքներն են։ Իրականում ես չեմ հիշում մի երկիր, որ նման պատկեր կունենա։ Ես չեմ Հայաստանում առհասարակ չեմ հիշում նման դեպք, երբ որ այսքան համատարած ընտրակաշառք է բաժանվել, իհարկե վստահ եմ որ բաժանվել է նաև նախկին իշխանության ժամանակ, հա, նախկին իշխանության ժամանակ, բայց քանի որ իրենք իրենց չէին բռնելու, ապա բոլորն էլ գիտեն նույն ուժից նույն մարդը նույն ուժից 3 ուժերից վերցնում էր ընտրակաշառք եւ գնում ընտրում էր ում ուզում էր եւ սակայն չէին բռնվում։ Հիմա որ ընդդիմությունը sense ընտրակաշառքներ բաժանի, սա նոնսենս է եւ սա է ամենալեգիտիմության վրա ստվեր գցող ամենամեծ գործոնը եւ հասկանում եք մի քանի տասնյակ գործեր են հարուցված, մի քանի 100 մարդ է ձերբակալված անից միջև Գորիս իրանց գրասենյակների աշխատակիցները, տասովշիկները կալանավորված են, գործերում են ներառված, հասկանում եք իրանց ցուցակներում ունեն անգամ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող անձիկ, այսինքն սա պատկերացնում եք ինչ, ել չեմ ասում այլ քաղաքացի լինելը, ել չեմ ասում FSB-ի գործակալ լինելու հետ կապված այդ հրապարակումները, խայտարակ իրավիճակ է, սա արդյոք ստվեր չի գցում մեր ընտրությունների վրա, իհարկե գցում չկան այստեղ կարծես ընտրությունների։ Այդ եմ ասում եւ շատ տաղավարներում մեզ լրագրողները կամ քաղաքացիները փողոցում ասում են բա դուք որպես իշխանություն բա ինչ եք անում բան ես իհարկե անհանգստացած եմ այս համատարած այս իրավիճակով սակայն ուզում եմ նաև այս առիթն էլ օգտագործենք եւ մեր քաղաքացիներին ասենք որ քաղաքական իշխանությունը չի կարող այդպես հրահանգներ տա եւ ասի կենտրոնական ընտրական հանձնաժողովին դատարաններին այլ մարմիններին անկախ ասել որ բռնեք այս մարդկանց որովհետեւ նրանք բռնեք մի թողեք հանեք ընտրապայքարից այս ամեն ինչը ձևակերպած է փաստաթղթերով եւ ինստիտուտները կարող են գործել եւ մենք սրանում որևէ դերակատարում չունենք բայց մենք կարող ենք մեր քաղաքացիներին հորդորենք եւ խնդրենք եւ մատնանշենք այս դեպքերը ու ասենք որ եկեք միասին ի վերջո արմատախիլ անենք այս ուժերին քաղաքական դաշտից ու նրանք եթե չանցնեն խորհրդարան ամեն ինչ լուծվում է ել մեզ չեն մեղադրի որ այ ձեր համար հարմար ընդդիմություն է նախկին իշխանությունը մենք էլ չենք ուզում ունենալ այդքան հարմար ընդդիմություն որ ուղղակի որպես բոքսի տանձիկ օգտագործենք մեր քաղաքական ելույթներում մենք ուզում ենք իշա հասարակության նախաձեռնություններ քննարկել լսել նորմալ քննադատություն եւ լավարկել նախաձեռնությունները բոլոր եւ որը քաղաքացիների շահից է բխում ոչ թե այս համատարած ատելության մթնոլորտը մեկը մյուսի հանդեպ որը գալիս է կհիշեք դեռևս 2021 թվականին այդ սպանությունների բեմադրություններով փողոցում Բաղրամյան պողոտայում այդ ատելության տարբեր քարոզներից ուժով մեծ տներից բերելուց այս ամեն ինչը սերմանվել է հասարակության մեջ այս 4-5 տարվա ընթացքում եւ պարզը որ այս ատելության մթնոլորտը այս աստիճան ահագնացող պետք է լինի մենք ուզում ենք այս մարդիկ դուրս գան քաղաքականությունից նորմալ ուժեր լինեն խորհրդարանում եւ մենք կարողանանք նորմալ աշխատել իշա հասարակության Reuters-ի հրապարակմանը վստահ եմ ծանոթ եք որ ԺՎԴ իշխանությունները պլանավորել են Ռուսաստանում բնակվող 100,000 հայերի տեղափոխել դրա համար $50 միլիոն է նախատեսված ես կխնդրեմ նաեւ ճիշտ է թե հորդորը հնչեց բայց հատկապես ռուսահայերին որոնք վստահ են Նիկոլ Փաշինյանի օրոք չեն գնացել եւ լավորից չի որ լքել են երկիրը Նիկոլ Փաշինյանից առաջ նախկին 20-ամյակում են լքել գնացել Ռուսաստան բարեկեցիկ կյանքի հետևից այ իրենք կարող են գալ ու մի օրում որոշել այստեղ ապրողներից ճակատագիրը հա եթե իրենք այդպես են մտածում կոչը իրենց որևէ երկրից չեն կարող գալ ու Հայաստանում ապրող հայերի համար, քաղաքացիների համար որոշեն նրանց ճակատագիրը։ Հետո վեշերը հավաքեն ու գնան
իրենց տեղակայման վայրեր։ Այդպես ազնիվ չէ, այդպես արդար չէ։ Եվ մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք ստիպված են գալ, որոնք ինչ որ բաների են ենթարկվում, հա, դե աշխատանքը կորցնելու, դրսում խնդիրներ ունենալու, հա, այսպես դրան են տրվում, ապա ես ուզում եմ ասել, որ նրանք Հայաստան գալով կարող են հենց օդանավակայանից, հենց անցման կետից Հայաստան մուտք գործելիս իրավապահներին հանդիպել առաջինը եւ մեղադրանք առաջադրվի նրանց հենց ընտրակաշարքի գործով, որտեղ ոչ միայն ընտրակաշարք, այդ խոստումը ընտրակաշարքի նաև պատասխանատվության է ենթարկվում հենց ընտրակաշարք բաժանումը, այլ նաև ընտրակաշարք վերցնողը, այսինքն մարդը, որը դրան ենթարկվել է։ Այնպես որ ես չեմ ուզում, որ օրինակ մի քաղաքացի, որը ստիպված ասել է այո, այդ գումարը վերցրել է Տոմսը, գնել են իր համար, եկել է իջնի Զվարթնոց ու հանկարծ պարզվի, որ նա մինչև 2033 թվականը անցկացնելու է բանտում դրա համար։ Այս ամենը ես ուզում եմ շատ լավ իմանալ։ Մյուս կողմից ելի եմ ասում, ազնիվ չէ, որ մենք ապրենք Հայաստանում, հարկեր վճարենք, մեր երեխաները ծառայեն զինված ուժերում, բանակում, ամեն խնդիրներին այսքան տարիներ դիմակայած, հա, մենք մեր երկիրը փորձենք զարգացնել, մեկ էլ դրսից կան 100,000-ները ու որոշեն մեր ճակատագիրը։ Այսպես ազնիվ չէ։ Խոսենք նաև Ռոբերտ Քոչյանի վերջին հայտարարությունների մասին։ Երեք խոսել է, որ 8 միլիարդի պարտք ունի այս իշխանությունը, առնվազն կեսը մսխել են, հանցագործությունից է խոսում, ասում է, որ նրանց վրընդելը քիչ է, հետո անդրադառնում է համաճարակին, անշնորհ պայքար է դրա։ Մի խոսքով բաներից օլիգարխների մասին, ասում են, ստեղծել են սեփական օլիգարխների, որդեգրել են հին օլիգարխներին, բաներից է խոսում, որի ամենավառ, ամենացայտուն դրսևորումները իր իշխանության օրոք եղել են։ Այսինքն հույսը ինչի վրա է, մարդիկ մոռացել են այդ ամենը։ Իհարկե չեն մոռացել, ինչ վերաբերում է օլիգարխներին, հիշում եք, չէ, նաև նրա այդ եռագլխի մյուս գլուխը Գագիկ Ծառուկյանն ասում է, ես չէ, բանը, մյուսը Սամվել Կարապետյանն ասում է, ես բան եմ, ես ավելի մեծ իշխանություն ունեցել եմ, ես ունեմ այդ իշխանությունը, այսինքն ինքը ընդունում է, որ ինքը օլիգարխ է որևէ երկրում, հա, մենք որևէ օլիգարխի չենք որդեգրել, մենք մեր հոգացության ներքո ենք վերցրել, ինչպես բոլոր քաղաքացիները, այնպես էլ որոշ խոշոր գործարարներին, եւ մեր միակ պահանջը այդ մարդկանցից եղել է, որ աշխատեն, հարկերը վճարեն, օրինական կերպով մուտքերը բյուջե լինեն, նոր աշխատատեղեր ստեղծեն եւ երկիրը զարգանա, այսինքն հարուստ մարդկանցից առհասարակ պետք չէ վախենալ, պետք է վախենալ այո օլիգարխներից, ինչպիսիք եղել են ժամանակին եւ այդ հին օլիգարխները հիմա գլուխ են բարձրացրել, ուզում են կան իշխանության էլի դառնան օլիգարխ։ Հիմա նույն Գագիկ Ծառուկյանը ինչի է ուզում նորից վերադառնա քաղաքականություն, չվերադառնալով քաղաքականություն։ Ինչի է ուզում, որովհետեւ իրեն ժամանակին դուր է եկել այդ վճարելը եւ իր համար ամեն ինչ ապահով իր խնդիրները կոծկելը, հա, գիտենք բոլորս ապրել ենք այդ տարիներին։ Դրա համար այս հայտարարություններին ուղղակի ես պատասխանեմ, եթե այտենց ժողովուրդը կլսի կասի, դե գիտենք էլի, իբր ինչ եք ասում։ Բոլորս ապրել ենք այդ շրջանում եւ պետք չէ այդ պարզունակ բաները նորից կրկնել, դրա պատասխանը էլի եմ ասում, ընդհանրապես մի քանի օրից նրանց տալու է ժողովուրդը։ Ինչը ես վստահ եմ էլի սարացնցող չի լինելու իրենց համար, իրենք ստիպված են մտել այս խաղի մեջ եւ միգուցե նաև մեծ ուրախությամբ թողեն գնան այս երկրից չստացվելու դեպքում։ Իդեպ Գագիկ Ծառուկյանին անդրադարձակ իր մի քանի հայտարարությանն էլ անդրադառնանք, քանի որ ԵԱՏՄ-ն որոշում է կայացրել, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի կամ գնում է դեպի ԵՄ կամ ԵԱՏՄ-ի կազմում, ինչի դեպքում առաջարկում են հարակվի անել։ Հիմա Ծառուկյանն ասում է հնարավորություն տվեք մեկ օրում հարցը լուծեմ։ Հիշենք թերևս 2015 թվականը թե ինչպես վարվեցին իր հետ, այսինքն հարց լուծողը գոնե իր ներսում թույլ չէր տա, որ իր հետ նման կերպ վարվեին եւ ասել էր, որ հեռանում է քաղաքականությունից, բայց այս մարդը եկել է մի ամբողջ երկրի հարցը։ Ինչքան գիտեմ, ասում է շան տղա լինեմ, եթե էլի մտնեմ քաղաքականություն, դրա համար թող գոնե այդ տղամարդկությունից իրենք չխոսեն, խոստացել հետո էլի հետ են վերադարձել։ Իդեպ այս մյուսն էլ ասում էր, ես մի օրում մի զանգով այդ հարցը կլուծեի, պատերազմի հարցը կլուծեի, այդ մի զանգով, մի զարկով, այդ քաչնազարները, ինչի ամենաբարդ իրավիճակում չեղան, ինչի այն մյուս եռագլուխը, այն մյուսը, ինչ էր կոչ անում Սամվել Կարապետյանը կողմերին հանդարտության, այսինքն այդ բա ուր էր իրենց մի զանգով հարց լուծելը, այդ որ իրենք մի զարկով հազարին ջարդող մարդիկ էին, ինչի են մեր հազարավոր տղերքը ջարդվում
թշնամու հարվածից, իսկ իրենք ապահով ինչ որ տեղերում իրենց համար լրված էին թուք տվեք ասեք ներողություն այս արտահայտության համար նաև իրենց տղաներն ուր էին Ծառուկյանի տղեն կրակում էր Սամվել Կարապետյանի որդիները եղբոր որդիները քրոջ որդիները ինչ որ մի ծովափնյա երկրներում Կիպրոսներում թե որտեղ իրենց հանգիստն են վայելում Քոչյանի տղաներն են երևի Միացյալ Նահանգներում էլի իրենց հանգիստն էին վայելում ինչ էին անում այդ օրերին այդ մարդիկ Ուր էին այդ միզարկով հարց լուծողները նույնն էլ ձեր ասած հարցը ինչպես է ինքը միզարկով այդ հարցը լուծելու իր հոգևոր եղբայրը Լուկաշենկոին ինչի միզանգով չէր ասում որ էս ինչ ես ասում ոնց ես ողջունում Ղարաբաղի կորուստը ոնց այսինքն դու օգնել ես միասին եք այդ օպերացիան կատարել հա հայաթափման այդ ոնց էր ասում թե ինքն էլ է եղել այդ հայաթափման մասնակիցներից մեկը ոնց է դրանից հետո ձեռք սեղմում այդ մարդու հետ Այս երագլուխ պատերազմի կուսակցության ներկայացուցիչներից առնվազն մեկը 10 տարի երկիր ղեկավարել, մյուս երկուսը կոալիցիայի մեջ են եղել, նրա եղբայրն է աշխատակազմի ղեկավարը եղել Սերժ Սարգսյանի։ Միայն եղբայրը չէ, եկեք ֆիքսենք, որ ուժեղ Հայաստանի ցուցակի երևի կեսը հանրապետականներ են։ Այդ ֆիքսենք, մենակ եղբայրը չի։ Համենայն դեպս ամուր կապերով կապված են բոլորը միմյանց հետ եւ նրանք առանձին ամեն մեկը իրեն իրավունք վերապահեց զորահանդեսին ինչ որ անուն կպցնել, զենքերը սա են, նա են, չգիտեմ, այստեղից վերած կեսը բերել են, կեսը չեն բերել եւ այլն, ուզում եմ ուղղակի հարց տալ, հա, կամ հենց դուք ինքներդ էլ կհիշեք, որ իր իշխանության ժամանակ որևէ լավ զենք են բերել կամ իրենք աջակցել են այդ զենք զինամթերքը Հայաստան բերելուն, որպեսզի մենք չունենայինք այն պատկերը, ինչ 2016-ին եղավ եւ ինչ 2020 Իդեպ զորահանդեսի ժամերին, երբ որ դե քարոզարշավի նաև ընթացք էր, երբ որ լրագրողները մոտենում եւ սրանց հարցնում են զորահանդեսի մասին, նրանք ինչ որ քննադատական բաներ ասում էին, ինչը անընդունելի է մեծ հաշվով, հետո բայց երեկոյան հանրահավաքներին, եթե ֆիքսել եք, նրանք պապանձվել էին, որովհետեւ տեսան, թե քաղաքացիները ոնց են գնահատում, իրենք տեսան ինչ զինատեսակներ են։ Իրականում, գիտեք, գոնե զենքի հետ կապված, հա, սպառազինության ձեռքբերումը այնքան կարևոր ռազմավարական իրողություն է, որ սրանով պետք է ուրախանալ։ Օրինակ, երբ որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակներ, մենք եւս ուրախանում ենք, որ տեսնում ենք մի լավ ձեռքբերում, մի լավ պայմանագիր, անկախ նրանից թե ինչպես են երկիրը կառավարում, հա, որովհետեւ այստեղ պետության շահն է, ոչ թե որևէ քաղաքական գործ չի կամ այն մարդու մորոք դա արվել է։ Ինչ վերաբերում է մեր զորահանդեսին, բոլորը տեսան, բոլորը կարող են այսօր բանի չէ, ինտերնետի դար է, AI-ի դար է, կարող են հարցնել թե ինչ զինատեսակներ են, ինչպիսի ուրեմն որոշիչ վճռորոշ դեր ունեն այդ զենքերը, որորդ սերիայի են։ Այս ամեն ինչը դրա համար ես չեմ ուզում բացատրեմ, մանավանդ դրա գիտակը չեմ։ Բայց ես ուզում եմ մենք նաև ֆիքսենք, որ այո, այս երրագլխի իշխանության ժամանակաշրջանում, երբ որ Հայաստանը ինչ որ կիլոներով, տոննաներով զենք բերող օգտագործած, հնամաշ, չկրակող եւ այլ զենքեր էր բերում Հայաստան, թեկուզ կրակող լավ շատ դեպքերում, երբ որ անգամ մեր իշխանության ժամանակ մենք գումարը տվեցինք եւ զենք մեզ չհասավ մեր պետքական ժամանակաշրջանում Հայաստան, մենք մի քանի տարում կարողացել ենք մեծ ներդրումներով, մեծ ջանքերի արդյունքում ունենալ երկիր, որը արտադրում է զինատեսակ եւ արտահանում է այլ երկրներ եւ միլիարդավոր ուրեմն բյուջե գումարներ է բերում դրա շնորհիվ։ Եվ սա շատ կարևոր ձեռքբերում է։ Եվ դրա բերումով Հայաստանին մեզ իշխանությանը դերակատարներին քննադատել, սա էլի ընդհանրապես նրանց չեղած ռեյտինգը ավելի է մաշում, որովհետև ակնհայտ բաները չի կարելի էլի քննադատել։ Եկեք քննադատենք այն բաները, որտեղ կարող եք, այո, քննադատեք, ասեք, ինչի միջև հիմա մենք նստած չենք։ Թող մեզ քննադատեն, ասեն, ինչի միջև հիմա մեզ կոռուպցիոներներից չեք նստացրել։ Մենք էլ ասենք, հա մի քիչ դանդաղատեմպերը, մենք էլ ենք բողոքում, բայց շատ մի սպասեք, շուտով ձեր հերթն էլ կգա։ Թող դրա համար քննադատեն, շատ բաներ կա մեզ քննադատելու։ Իրականում մեր իշխանությունը իդեալականից շատ հեռու է բնականաբար։ Մենք շատ տեղ ունենք աշխատելու եւ հա այդ կոവിഡ്ի պատերազմի հետ պատերազմյան շրջանի այդ բոլոր դժվարություններն անցնելով մենք շատ ռեֆորմներ չենք կարողացել դեռևս հասցնել վերջնակետին, հա, դատական համակարգին, ցկցկվող դատական գործեր, շատ են խնդիրները։ Եթե այս դեպքերով մեզ քննադատեն, մենք կարող ենք սկսել արդարանալ եւ քաղաքացիների աչքերում նրանք կլինեն ընկալելի, անգամ մեր ընտրողների աչքերում իրենք կլինեն ընկալելի, որովհետեւ այդտեղ խնդիրներ կա։ Դրա համար մենք ուզում ենք եւս մի շրջան, որպեսզի այս կարևոր ձեռքբերումը մեր
այս խաղաղությունը, մեր անվտանգությունը ավելի ինստիտուցիոնալ դարձնենք եւ նաեւ հավասարապես նաեւ աշխատենք այս մեր բոլոր ռեֆորմները ի վերջո վերջնակետին հասցնելու համար։ Իհարկե վերջնակետը այդպես սխալ է ասել, որովհետեւ ռեֆորմները որևէ վերջնակետ չունեն, անընդհատ լավարկման տեղ կա, բայց ունենանք այնպիսի ենթակառուցվածքներով, այնպիսի հնարավորություններով, այնպիսի զարգացած երկիր, որին արժանի է մեր քաղաքացին։ Նարեկ Կարապետյանը դեպ զենքերի մասին էր խոսել եւ ասել էր, որ եթե իրեն գան իշխանության, նվեր կտան կամ ավելի էժան ձեռք կբերեն, դրանից հետո էլ հայտարարեց, թե հեսամի տարուց հյուսիսում պատերազմը կավարտվի, այդ զենքերը ավելի էժան ձեռք կբերեն։ Նման բան կարող է իրանք այդ հյուսիսի պատերազմն են մի զանգով կանգնացնելու, ես չգիտեմ այդ ինչ ինֆորմացիաներ, իհարկե թող բոլոր պատերազմները կանգնեն մեկ օր շուտ, ոչ թե մի տարուց։ Գիտեք, ժամանակին էլ կարող է որոշ զենքեր Հայաստանին տրվել է նվեր կամ չի տրվել կամ լավը չեն եղել կամ ինչ որ բանի դիմաց է տրվել, ես չգիտեմ, հա, միգուցե դու երբ որ քո ռազմավարական կարևորության, օրինակ գազի, հա, վերահսկողությունը, հա, օրինակ ամբողջությամբ փաթեթը տալիս ես Ռուսաստանի Դաշնությունը մի քանի տոննա քեզ զենք տա, կարող է, բայց մենք պետություն ենք ի վերջո, թե չէ, մենք պետություն ենք, չէ։ Մենք պետություն ենք եւ պետք է նաեւ ամեն մեր գործողությունները նաեւ արժանապատվության նաեւ հետո բացի այդ մենք ինքը ինչ գիտի, հա, մենք որքան զենք ենք ձեռք բերել, մենք որը ինչ արժեքով ենք ձեռք բերել, մենք ինչ ենք արտահանում, որից ինչքան եւ ուր ենք արտահանում, ինքը ոչինչ չգիտի։ Դրա համար հիմա թող տենց կենասների մակարդակով ինչ որ բաներ խոստանա։ Էլի բաներ էր, չէ, խոստանում։ Չգիտեմ, 20% էժան դեղեր էր խոստանում, հետո տեսա, որ հիմարություն է եւ դեղերը բոլոր կարիքավոր շերտերին, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարբեր, հա, մեր քաղաքացիներին ամբողջությամբ անվճար է տրվելու։ Ասեց 0% ուրեմն հարկում փոքր միջին բիզնեսին հետո անգամ ընդդիմադիր դաշտի մասնագետներից եղան քննադատություններ, որ այդպես երկիր չես կարող կառուցել։ Ուղղակի չես կարող կառուցել եւ այս սրանից էլ հետ գնացին։ Հետո շատ նաեւ տնտեսվարողներ, որոնք իրենց մոլերում, չէ, նույն 5-ը, ինչքան գիտեմ, առևտրի կենտրոն ունի Հայաստանում այս Տաշիր գրուպը։ Այսինքն այդտեղ ինչի չեն միջին եւ մանր բիզնեսին ազատում հարկից կամ ինչի է գնալով ավելի թանկացնում վարձավճարը իրենց քառակուսի մետրով անընդհատ գործով իրենք ապացուցել են, որ իրենք դա անողը չեն, հա, ընդհանրապես բիզնեսի են վերաբերում, նաև քաղաքականությանը դուք շատ կտեսնեք նրանց շեշտադրումը հենց բիզնեսի հետ կապված, իսկ սա իրենց համար բիզնես է, ավելի շատ ուզում են հիմա ընտրակաշառքով ներդրում անեն, որպեսզի հետո քթներիցս բերեն, բոլորից քթներից, եւ առաջիկայում թրիփի գործարկում եւ այլն, պատկերացրեք ինչ ֆինանսական հոսքեր է լինելու դեպի Հայաստան, ոնց է տնտեսությունը զարգանալու, եւ այն դեպքում, եթե սրանց նմանները լինեն իշխանության, այդ ֆինանսական հոսքերը ոչ թե դեպի քաղաքացի, դեպի համայնք, դեպի պետություն է հոսելու, այլ դեպի իրենց հաշիվներ։ Սա պարզ բիզնես է։ Որևէ բիզնեսմեն ուղղակի իր փողը ջուրը չի լցնում, հասկանում եք։ Ինքը ներդրում է անում։ Հիմա էլ այդ 100,000-ներով, որ ամեն ձայնի համար բաժանում են, այդ 100,000-ները իրանք միլիոններով հետ են բերելու։ Սա բիզնես մտածելակերպ է։ Դրա համար քաղաքացին պետք է լավ մտածի։ Հասկանա, հիմա ինքը ընտրում է այն ապագան, այն զարգացած ապագան, որի արդյունքում ինքը ավելի լավ, ավելի խաղաղ երկրում է ապրելու, ավելի բարեկեցիկ է ապրելու, ավելի ապահով է ապրելու, թե երկիր հիմա ընդամենը մի 100,000 դնի գրպանի եւ այսօր կարող ես մի 2-3 օրում, մի օրում կարող ես այդ գումարը ծախսել եւ քո առաջիկա 5 տարիները, չգիտեմ, ինչ իրավիճակում հայտնվես, այլ պատերազմ, այլ տնտեսական խնդիրներ, այլ պետականության կորուստ, ամեն ինչ։ Եվ քանի որ մի քանի օրից մոտենում ենք քարոզարշավի ավարտին, ես նկատեցի, որ դուք թե Երևանում, թե մարզերում ակտիվ մասնակցել եք քարոզարշավին, ամփոփելով ինչ տպավորություն եք ստացել քաղաքացիներից։ Ֆանտաստիկ էներգետիկա կա։ Ես ուզում եմ այս առիթը օգտագործել եւ շնորհակալություն հայտնել, ընդամենը այո, մի քանի օր է մնացել քարոզարշավային, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բնակիչներին, մեր բոլոր քաղաքացիներին, մարզերում, Երևանում մեզ շատ ջերմ ընդունելու համար։ Մենք տեսել ենք, չգիտեմ, մեզ քաղցրավենիք հյուրասիրող, իրենց տուն հրավիրող, ջուր առաջարկող, աջակցությունը իրենց առաջարկող հազարավոր քաղաքացիների եւ այդ էմոցիաները ամենաևի
ավելի կարևորն են եւ վստահ եղեք, որ մինչեւ կյանքի վերջ այդ էմոցիաները, այդ աջակցությունը մենք ունենալու ենք եւ դա մեզ ավելի է պարտավորեցնում, որ իրենց падգամը մեզ այս օրերին հղած կատարենք, իսկ նրանք մեզ հորդորում էին մենք իրենց տեր լինենք, որ մենք ասում ենք տեր եք, չէ՞, խաղաղության ասում ենք դուք մեզ տեր եք, դուք մեզ մենակ չթողեք, ոտներդ գազից չհանեք ու թույլ չտաք, որ սրանք հանկարծ հետ կան իշխանության։ Եվ մենք այդ ամեն ինչը խոստանում ենք, մենք մեր ոտը գազից չենք հանելու, մենք մեր քաղաքացուն մենակ չենք թողելու եւ մեր այս ռեֆորմները, մեր ворթեգրած այս քաղաքականությունը միջև վերջ առաջ ենք տանելու եւ ամեն օր ավելի լավ Հայաստան ենք ունենալու։ Շնորհակալ։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։